Բարև ձեզ։ Եթերում ռեգիոն տարածաշրջանային լուրեր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Միջազգային օրակարգի գլխավոր թեմաներից մեկը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցը։ Թեհրանը հայտարարել է, որ նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Միացյալ Նահանգները չի ընդունել Իրանի ներկայացրած պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նորանշանակ քարտուղար Մոհսեն Ռեզային։ Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի փոխել իր վարքագիծը եւ չի ընդունել Իրանի պայմանները։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի պատերազմը, վերադարձնի Իրանի սառեցված միջոցները, իսկ պատերազմը պետք է ավարտվի ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում եւ Գազայում։ Վաշինգտոնից սակայն հակառակ հայտարարություններն են հնչում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի վստահում Իրանին եւ պնդել է, որ Միացյալ Նահանգները լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Մենք ինքներս ենք այն կառավարում, ուրիշ ոչ ոք, միայն մենք, մեր նավատորմն անհավանական է եւ մեր երկրի գործերը հիանալի են ընթանում։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը այս թեմայով գրառում է արել Truth Social հարթակում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները լիակատար վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Կարծում եմ, մենք այն կպահենք։ Մեր ծովային շրջափակումը բոլորն անվանում են պողպատեպատ եւ Իրանը ոչինչ չի կարող անել դրա դեմ։ Նրանք չունեն նավատորմ, չունեն ռազմաօդային ուժեր, նրանց զինվորները վարձատրություն չեն ստանում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն կազմալուծված է եւ փախչում է, իսկ նրանց ղեկավարությունը լավագույն դեպքում անորոշ վիճակում է։ Նրանք փող չունեն, նրանց երկիրը կործանված է։ Նրանց ամբողջ ունեցածը կեղծ լուրերն են եւ 300% գնաճը, որն ավելի ես հասկանում։ Իրանը միայն խոսում է եւ ոչինչ չի անում։ Մերձավոր արևելքի բռնարարն այլևս չկա։ Փառք Ալլահին։ Հորմուզի նեղուցի կարգավիճակը շարունակում է մնալ միջազգային էներգետիկ շուկաների ուշադրության կենտրոնում։ Նեղուցում նավագնացությամբ ցանկացած երկարատև սահմանափակում անմիջապես անդրադառնում է նավթի համաշխարհային շուկայի վրա։ Reuters-ի փոխանցմամբ նավթի գներն աճել են, պայմանավորված Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև համաձայնության հեռանկարների վատթարացմամբ, ինչպես նաեւ Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումների հնարավոր խափանումներին վերաբերող մտահոգություններով։ Օգոստոսի 12-ին Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև մոտ $89.66 1 բարելի դիմաց, իսկ ամերիկյան WTI-ի գինը հասել է մոտ $83.92։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկնելիս Թուրքիայում անվտանգության նկատառումներից ելնելով փոխել է ինքնաթիռը։ Նրա խոսքով որոշումը կայացրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունն ու զինվորականները։ Դե գաղտնի ծառայության որոշելիքն է, ես ընդհանրապես հետևում եմ նրանց ցանկությանը, այսինքն առաջնորդվում եմ գաղտնի ծառայության եւ բանակի ցուցումով։ Ամերիկայի լրատվամիջոցների հաղորդմամբ անվտանգության միջոցառումները կարող են կապված լինել Իրանից բխող հնարավոր սպառնալիքի հետ։ Նշվում է, որ Անկարայից մեկնելիս Թրամփին գաղտնի տեղափոխել են մեկ այլ ռազմական ինքնաթիռ, մինչդեռ լրագրողներին եւ Սպիտակ տան աշխատակիցներին տեղափոխող ինքնաթիռը շարունակել է թռիչքը որպես ճեղող միջոց։ Թուրքիայի խորհրդարանը օգոստոսի 10-ին ընդունել է Թուրքիան առանց ահաբեկչության գործընթացի իրավական հիմքը ստեղծող օրինագիծը։ 12 հոդվածից բաղկացած փաստաթուղթը նախատեսված է քրդական աշխատավորական կուսակցության զինաթափման եւ նախկին զինյալների հասարակական վերաինտեգրման գործընթացը կարգավորելու համար։ Թուրքական իշխանությունները նախաձեռնությունը ներկայացնում են որպես տասնամյակներ շարունակվող զինված հակամարտության ավարտին հասնելու կարևոր փուլ։ Անկարան փորձում է քրդական աշխատավորական կուսակցության դեմ երկար տարիներ շարունակվող հակամարտությունը տեղափոխել նոր, քաղաքական եւ իրավական կարգավորման փուլ։ Ադրբեջանում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմում է 248,500 մարդ։ Այս մասին հաղորդում է Report գործակալությունը, հողում անելով Ադրբեջանի կենտրոնական բանկի այս տարվա առաջին կիսամյակի դրամավարկային քաղաքականության զեկույցին։ Փաստաթղթի համաձայն 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 3,6%-ով։ Տարեկան կտրվածքով 2025 թվականի հուլիսի 1-ի համեմատ Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 8,5%-ով։ Բաքվի բանտում գտնվող 23-ամյա ռուս ուսանող Դմիտրի Ֆյոդորովի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Էլչին Սադիգովը։ Ըստ պաշտպանի Ֆյոդորովի մոտ սկսվել են հալյուցինացիաներ։ Նրա հոգեկան վիճակը հասել է վտանգավոր աստիճանի, թե իր թե շրջապատի համար։
Ռուսաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչովայի խոսքով էլ մոր հետ վերջին տեսակցության ժամանակ երիտասարդը չի կարողացել հիշել նրա անունը եւ նրան շփոթել է քրոջ հետ։ Երկարատև կալանքի հետևանքով Ֆյոդորովը դարձել է ինքնամփոփ, դադարել է շփվել եւ գրեթե չի քնում։ Մայրը եւ մենք իրավապաշտպաններս պահանջում ենք, որպեսզի միջև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը Ձիմային նախնական կալանքի վայրից տեղափոխեն տնային կալանքի, կամ նրա նկատմամբ կիրառեն չհեռանալու մասին խափանման միջոց։ Առավել նպատակահարմար կլիներ նրան փոխանցել Ռուսաստանի Դաշնությանը։ Հիշեցնենք, որ Դմիտրի Ֆյոդորովը Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 2025 թվականի հունիսին դատապարտված 8 ռուսաստանցիներից մեկն է։ Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ձերբակալությունները տեղի էին ունեցել 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացված հետապնդումներից եւ ձերբակալություններից հետո։ Դրանց հաջորդել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական լարվածության սրումը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը հրապարակավ Ռուսաստանին թշնամի չի անվանում, քանի որ նման քաղաքական հայտարարությանը պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ։ Կոբախիձեն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանի կառավարությունը Ռուսաստանին թշնամի է համարում։ Դուք ցանկանում եք սենսացիոն վերնագիր ստանալ։ Նույնիսկ ռուսական լրատվամիջոցներում ասվում է, որ ես Ռուսաստանի Դաշնությունը թշնամի եմ հայտարարել։ Կոբախիձեն նաև նշել է, որ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացման հարցում հստակ է։ Իհարկե Ռուսաստանի Դաշնությունը միակ պետությունն է, որն օկուպացրել է վրացական տարածքները։ Սա բացարձակ ակնհայտ փաստ է։ Այս մասին բազմաթիվ հայտարարություններ են արվել եւ դրանում կասկած չկա։ Միաժամանակ ուշագրավ հայտարարություն է հնչել Մոսկվայից։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը 10-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները Թբիլիսիի հետ։ Մենք բաց ենք Թբիլիսիի հետ պրագմատիկ կապերի հետագա ընդլայնման համար։ Ակնհայտ է, որ Վրաստանի հաջող զարգացման բանալին ոչ թե առճակատման, այլ մեր երկրի հետ համագործակցության մեջ է։ Ըստ ռուս պաշտոնյայի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջև քաղաքական շփումների բացակայության պատասխանատուն Վրաստանն է։ Ինչ վերաբերում է երկկողմ քաղաքական շփումներին, դրանք ներկայումս գոյություն չունեն։ Պատճառը վրացական կողմի նման երկխոսության մեջ ներգրավելու ցանկության բացակայությունն է։ Ինձ համար իհարկե դժվար է դատել, թե ինչպես է սա օգնում Վրաստանին հաղթահարել որոշակի խնդիրներ, բայց դա նրանց իշխանությունների որոշումն է։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ ռեգիոն տարածաշրջանային լուրեր հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում։